Բարի երեկո։ Այսօր հյուրընկալել ենք պարոն Կրոնվել Գրիգորյանին, կարծում եմ բոլորդ ճանաչում եք, առաջի անգամ ենք մենք ճիշտ ասած հանդիպում եւ ինչ որ մեծ ինտրիգ կա, որտեվ պարոն Գրիգորյան ասաց, որ այնպիսի բան է ասելու, որ նույնիսկ իր համար նման մեծ փաստաբանական փորձ ունեցող արհեստավարժ փաստաբանի համար զարմանալի է։ Ճիշտ ասած, մոտավորապես կարող եմ ամեն ինչ պատկերացնել, առնվազն 3 հոգանոց այս մարդկանցից երկու դատավորին ծանոթ եմ, նամանավանդ Աննա Մաթևոսյանից ամեն ինչ սպասում եմ, դեռ տարիներ առաջ ենք անդրադարձել։ Հիմա կուզենամ իմանալ ինչ ա եղել, որ շարժել է պարոն Գրիգորյանի եւ վրդովմունքը եւ զարմանքը եւ զարույթը։ Ուզում եմ այդ ինտրիգը մի անգամից ասեք, հասկանանք ինչ ա եղել։ 2017 թվականի հոկտեմբեր ամսից քրեական գործով պաշտպանում եմ Թելման Քալաշյանին։ Տվյալ քրեական գործը Արագածոտնի մարզի առաջին անձնանթանրավաստան դատարանում մուտք է եղել 2018 թվականի փետրվար ամսին։ Եվ հաշվի առնելով, որ տվյալ քրեական գործով չեմ չափազանցացնի, որ անգամ չկա գետ մեկ վերաբերել եւ թույլատրելի ապացույց, իմ պաշտպանական ճառը, երբ որ քրդատորի 353 հոդվածի առաջին մասի առաջին կետով սահմանված կարգով ներկայացնում է, կազմել է 420 էջ պաշտպանական ճառը։ Եվ տվյալ պաշտպանական ճառի մեջ արկա եղել ամբողջ քրեական դատաքննության ընթացքում հետազոտված անթույլատրելի ապացույցների վերաբերյալ վերլուծություն, թե յուրաքանչյուր ապացույց, որը ինչու է, ինչ պատճառաբանությամբ է անթույլատրելի։ Ինչևից է 2025 թվականի ապրիլի 17-ին առաջին ազգային դատարանի դատավոր Սուրեն Մնյանի կողմից կայացվում է դատավճիռ եւ իմ կողմից տվյալ դատավճիռի դեմ, քանի որ իմ պաշտպանյալը դատապարտվել է ՑՄ ազատազրկման եւ դատարանը բացարձակապես որևէ դատավարական խախտում հաշվի չէր առել։ Իմ կողմից տվյալ դատավճիռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որի ծավալը եղել է 546 էջից բաղկացած։ Նորից կրկին անգամ վերլուծելով ամբողջ քրեական գործի բացերը, դատավարական խախտումները եւ այն շղթան, թե յուրաքանչյուր ապացույց այդ շղթայի մեջ ինչ անթույլատրելի ապացույցներ ունի։ Ինչևից է տվյալ 2025 թվականին սեպտեմբերի 2-ից նիստ էր նշանակվել, որը տեղի չունեցավ, այնուհետև առաջին դատական նիստը, որը բողոքի քննությունը տեղի ունեցել, սկսվել է 2025 թվականի նոյեմբերի 11-ին։ Եվ մի 2-3 նիստ անելուց հետո դեկտեմբերի 24-ին 2025 թվականի դատական նիստի ավարտին, երբ որ ես շարունակում եմ ներկայացնել իմ կողմից ներկայացած վերաքննիչ բողոքի հիմնավորումները, տվյալ օրվա դատական նիստի ավարտին դատարանը կողմերի համաձայնությամբ դատական նիստերի օրեր է որոշել, որ 2026 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին պետք է տեղի ունենան դատական նիստեր։ Եվ կողմերի համաձայնությամբ դատարանը որոշել էր դատական նիստեր նշանակել 12 հունվարի 26 թվականի ժամը 14:30-ին, 21 հունվարի 26 թվականի ժամը 15:30-ին, 3 փետրվարի 26 թվականի ժամը 15:00-ին, 5 փետրվարի 26 թվականի ժամը 15:00-ին եւ 10 փետրվարի 26 թվականի ժամը 15:00-ին։ Տվյալ նշանակված 5 դատական նիստերից մեկը տեղի չի ունեցել նախագահող դատավորի 21 հունվարի 26 թվականի նախագահող դատավորի արձակուրդում գտնվելու հետ կապ պատճառաբանությամբ։ Ինչևից է, ամսի 10-ին փետրվարի ես եւ դժոխների հավաքորդների ներկայացուցիչ Բաբկեն Մարտոյանը ներկայանում ենք վերաքննիչ քրեական դատարանի թիվ 1 նիստերի դալիճ 3-ին 10 պակաս, որտեղ դրալ դատական նիստերի միայն ես ու ինքն ենք ներկայանում, իսկ դատախազը որպես կանոն չէր ներկայանում դատական նիստերին եւ նաեւ մյուս թվով երկու դժոխների հավաքորդների փաստաբաններ կան, որոնք նույնպես չէին ներկայանում։ Եվ այդ օրը ներկայանալով տվյալ մեր քրեական գործով նիստերի քարտուղարը հայտարարեց, որ պարոն Գրիգորյան, ձեր բողոքի քննությունը 3 ավարտվել է։ Ես եւ Բաբկեն Մարտոյանը զարմացած դիմեցինք նիստերի քարտուղարին, ասացինք, բայց ամսի 9 փետրվարի դատական նիստ նշանակված չի եղել, եւ վերջական դատական նիստը այսօր ժամը 3-ին է նշանակված, ասած չգիտեմ, բայց ձեր բողոքի քննությունը 3 ավարտվել է։ Սա այն դեպքում, որ իմ 546 էջից բաղկացած վերաքննիչ բողոքից դեռևս ես պետք է ներկայացնեի 119 էջից բաղկացած բողոքը եւ դրանով ավարտեի։ Եվ միևնույն ժամանակ բողոքի ներկայացման ժամանակ հաշվի առնելով, որ առաջին հայցանի դատարանը
Իմ կողմից ներկայացված միջնորդությունները չէր, անիմն պատճառաբանություններով չէր բավարարել, մերժել էր, նաև տվյալ մերժումը կար նաև կայացված դատավճիռի մեջ։ Ես բողոքի քննության ժամանակ բազմիցս ասել եմ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին, որ ես բողոքը ներկայացնելուց հետո հանդես եմ գալու միջնորդությամբ եւ հիմնավորում թե ինչու տվյալ քրեական վարույթով որևէ թույլատրելի ապացույց առկա չէ։ Ինչևից է Նաև, բայց ասեմ, որ այդ օրը փետրվարի 10-26 թվականին Վերաքննիչ քրեական դատարան մուտք գործելիս կարգադրիչները հարցրեցին, որ պարոն Լյուքյան, որ նիստով եք եկել, ասեցի Թելման Քալաշյանի նիստով, իրենց ցուցակներով ասեցի, որ այսօր իրենց մոտ այդ դատական նիստը նշանակված է 15:30-ին։ Այն դեպքում, երբ որ մեզ կողմերից հետ միասին համաձայնեցին են ժամը 15:00-ին։ Ինչևից, ասեցինք, կես ժամանակ սպասենք, որևէ խնդիր չկա։ Բայց անակնկալը սպասում է նիստերի դարիճում, երբ որ նիստերի քարտուղար հայտարարեց, տվյալ լուրջ քրեական գործով հայտարարեց, որ ձեր բողոքի քննությունը 3 ավարտվել է։ Ինչևից է մոտ 10 րոպե հետո նորից զանգ եմ տալիս Կարեն Հովհաննիսյանի կազմ, նախագահ դատավոր եղել է Կարեն Հովհաննիսյանը, եւ խոսում եմ Կարեն Հովհաննիսյանի գործավարի, ասում եմ, որ մենք այսօր ժամը 15:00-ին դատական նիստ ունենք նշանակված։ Ինչ խնդիր կա, մեր նիստը լինելու է թե ոչ։ Գործավարը նախագահը հայտնում է, որ ձեր բողոքի քննությունը 3 ավարտվել է, դուք չեք ներկայացրել։ Ես նորից աղմուկ եմ բարձրացնում, ասում եմ, գիտեք ինչ կա, տվյալ գործով 3 ամսի 9 փետրվարի դատական նիստ չի որոշվել, չի նշանակվել, եւ նիստը այսօր պետք է տեղի ունենար։ Եվ նաեւ ասեմ, որ երբ որ կարգադրիչը մուտք գործելիս ասել, որ ձեր դատական նիստը այսօր ժամը 15:30-ին է, ես այդ ցուցակը նկարել եմ, այդ ցուցակի նկարներ կա ինձ մոտ, այսինքն նաեւ դրանով եմ նորում, որ ամսի 9-ին մենք դատական նիստ չենք ունեցել։ Ինչևից իմ կողմից աղմուկ բարձրացնելուց հետո կատարվել է հաջորդ կեղծ գրառումը դատարկ համակարգում Կարեն Հովհաննիսյանի կազմի կողմից, որ իբր փետրվարի 9-ին սույն թվականի ժամը 16-ին տեղի է ունեցել դատական նիստ։ Եվ հետաքրքիրը գիտեք ո՞րն է, որ տվյալ գրառում իմ աղմուկ բարձրացնելուց հետո դատարկ համակարգում այնքան են շտապել իրենց կատարված կեղծիքների մեջ, որ անգամ նրանք գիտեն, որ դատարակցում հետին անցածով որևէ գրառում չի կարող արվել։ Եվ իմ աղմուկը իմ կողմից աղմուկ բարձրացնելուց հետո տվյալ գրառումը թեպր ամսի 9-ին ժամը 16-ին դատական նիստ է եղել, դատարկ համակարգում այդ տեղեկատվությունը գրանցումը կատարվել է 15:07 րոպե 54 վայրկյանին։ Ամսի 10-ին։ Ամսի 10-ին։ Հազար ներողություն էլի։ Ես հիմա ճիշտ ասած ինձ թվում է կամ ես ճիշտ չեմ ընկալում ձեր ասածը, կամ ապրիլի 1-ը չի հաստատ։ Իմ համար անհասկանալի է։ Մի բան էլ ձեզ հարցնեմ, լավ, եթե իսկ ամսի 9-ով որևէ ժողովուրդն էլ հասկանա, որևէ ծանոթություն եղել է, չէր կարող, չէ լինել, որտեղ պիտի 10-ին լիներ։ Ամսի 24-ին դեկտեմբերի, երբ որ մենք վերջին նիստ ենք անում, համաձայնացել եք բոլորը։ Բոլորի հետ համաձայնեցված։ Ձեզ զբաղվածության հետ, մյուս կողմից զբաղվածության։ Անգամ այդ օրվա ձայնագրության մեջ, երբ որ դատավորը տարբեր օրեր ուզում նշանակել, նաև եկան կանգնեցին փետրվարի 9-ին, ես նախագահողին, դատարանի կազմին ասեցի, որ այդ օրը ժամը 11-ին եւ ժամը 16-ին ունեմ նախապես նշանակված դատական նիստ։ Նախագահը դատավորը բառացի ձայնագրության մեջ հետեւել արտահայտություն անում փետրվարի 9-ին դատական նիստ չի նշանակվում։ Ձայնագրության մեջ կա։ Դուք ասում եք, որ դատարան մտնելուց եւս չէ, երբ որ հարցել են ամսի 10-ին, դեկտեմբերի 24-ին։ Հա, բայց հետագայում նախագահը կոնկրետ հայտարարում է, փետրվարի 9-ին դատական նիստ չի նշանակվում։ Քանի որ պաշտպանը ունի զբաղվածություն եւ դատական նիստը նշանակվում է փետրվարի 10-ին, բայց 10-ին նշանակել է խախտումով ժամի, արդեն իսկ չէ՞ տեղեկացել եք, որ ժամը սպասեինք, բնականաբար գիտակցելով, որ դատարանը կարող է դատական նիստ ունել։ Իմ համար անհասկանալի է եղած, իրական շատ բան եմ ես տեսել, ես դատական համակարգի միշտ պատերազմի մեջ եմ, բայց սրա իմաստը ասենք ինչու՞ն է, այստեղ կներեք, ես պետքա հարց տամ, սա կոռուպցիոն ռիսկեր է, սա ամենաթողություն է, բեսպրիդել է ուղղակի, սա անձեռնհասություն է, սա չհասկանալ է, սա հիշողության կոլեկտիվ կորուստ է, ասենք մարդս մեկը կարող է, բայց կողոս իրաց փորձ խմբային կոլեկտիվ կորուստ է եղել, չեն էլ նայել ձայնագրությունը, չեն լսել։ Սա ինչ-որ նպատակ պետք է ունենա, չէ՞, նման սենց բան հանդիպել է։ Նպատակը մեկն է, որպեսզի ես չկարողանամ բողոքը ներկայացնեմ եւ բացի այդ եղանը, որ սա
պաշտոնատար անձանց կողմից կատարված կեղծիք է, ես չեմ թաքցնի, որ անձնագործության մասին հաղորդում եմ Սա իրականում եւ հակակոռուպցիոն կոմիտեի եւ գլխավոր դատախազին քրեական օրենսգրքի 441 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու եւ տվյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, որտեղ տվյալ նման կարգի կեղծիքներ կատարող դատավորները իրավունք չունեն դատական համակարգում գտնվելու։ Իմ ողջ դատական պրակտիկայում սա առաջին դեպքն է, որ նման կարգի կարող են կեղծիք կատարել։ Եվ չնշանակված նպատակը մենակ նաև որ դուք չհասցնեք ամբողջ ձեր բողոքը ներկայացնել, կարծում եք դա է։ Եվ օրենսդրությանը նաև չտիրապետելու հանգամանքով եմ ես պայմանավորվում, որովհետեւ դա կարող օրացույցին չեն տիրապետում, որ 9 ու 10-ը, ասենք եթե դեկտեմբերի 24-ի ձայնագրության օրվա վերջի ձայնագրությանը լսենք, իրենք կրկին անգամ կլսեին նախագահ դատավորի հայտարարությունը, որ փետրվարի 9-ին պաշտպանի զբաղվածության պատճառով դատական նիստ չի նշանակում։ Հետևաբար նրանք փետրվարի 9-ին չէին կարող արձանագրել, որ կողմերը չեն ներկայացել դատական նիստի եւ բողոքի քննությունը ավարտվել է։ Այն դեպքում, երբ որ եւ ես եւ Բաբկեն Մարտոյանը, դժողները վաճառ ներկայացիչը, նիստերի դահլիճում զարմացած ասում են, բայց մենք ինձ դատական նիստ չունենք նշանակած, ոնց է բողոքի քննությունը ավարտել։ Բաբկեն Մարտոյանը դիմեց քաղաքավարին ասել, բայց հələ վերակնիշ բողոքը չի ավարտել։ Ոնց է բողոքի քննությունը ավարտել, դե դա ինչ ուզում եք։ Բայց դա մարդու իրավունքի խախտումը է։ Միանշանակ մարդը ներկայացրել է վերակնիշ բողոքի միջոցով եւ ակնկալում է արդար դատաքննության իրավունքը ապահովել։ Այստեղ խոսել արդար դատաքննության իրավունքի մասին, սա կանխական մոտեցում է, սա նշանակում է, որ սկզբան է որոշել են։ Այստեղ ամենահարմար անունը դա կլինի դատական բեսպրիձել։ Այս իրական բեսպրիձելը կարող մադրի արխատա նախագահ դատավորը ասածը չեն լսել, երկուսով ճնշել են։ Չէ, իրականում, բայց հնարավոր չի երեկով մեկը կարող է լսողական խնդիր ունենա, անուշադրության խնդիր ունենա, բայց երեկով Ես գտնում որ տվյալ 3 դատավորները իրավունք չունեն աշխատելու դատական համակարգում։ Առավել ևս որ կեղծիք է հետո կատարվել դատալեքսում։ Եվ իրենց ապօրինությունը քողարկելու համար դատալեքսում կեղծիքներ են կատարում, մոռանալով որ դատալեքսը հետին ամսացով գրառում չի թույլատրում տեղադրել։ Եթե տեղադրում ես ամսի 10-ին, որ 9-ին դատական նիստ է նշանակված, դա բնական։ Ակնհայտ երևում է։ Փորձում ես ինչ որ նոր կեղծիքով քողարկել քո կատարած կեղծիքը։ Բայց չգիտեմ, ճիշտ ասած Ժորժ ջան, ես շատ բան եմ տեսել դատարաններում, բայց սա ես այդքան մեծ փորձ չունեմ, որտեղ ես հաստաբան չեմ։ Բայց սա իմ համար հետո մի քիչ անհասկանալի է, էլի, անհասկանալի է ինձ համար, սա նպատակ ունենա։ Մարդը ակնկալիքով գնում է, որ իր բողոքի հիմնավորումների ներկայացնի, բանի սպասում, որ 1 օր առաջ առանց կողմերին ծանոթացելու, առանց բողոքաբերին ծանոթացելու բողոքի քննություն արդեն Մենք դրամաբանությամբ կարող որոշ ուզում են դատական նիստ անեն իրակիրած, ոչ կողմերին չծանոթացել, գնում եք ինչ անեք։ իրենք իրենց որոշեն եւ նշանակված չէ, այստեղ մենք ունենք նշանակված, որ փետրվարի 10-ին ժամը 15:00 ուրիշ բան, հետո մենք նիստ առած լինեինք, ասենք նոր օր որոշած չլինենք, իրենք գնային այդ աբսուրդին, այդ խախտմանը գնային, բայց երբ որ մենք արդեն ունեցել ենք հերթական կողմերով պայմանավորված փետրվարի 10-ը ժամը 15:00 ամսի 9-ին բողոքի քննությունը ինչպես կարող են ավարտել։ Տիկնակ դատավորներ եւ պարոն դատավոր, ո՞նց է դուք սրա պատասխանը տալու, այնքան հետաքրքիր է, սա այլում ուղղագրություն չէ, սղագրվի տառը գնա, ո՞նց է դուք սրա պատասխանը։ Գտնում որ պատասխանը պետք է նայեն, որ տվյալ անձինք իրավունք չունեն դատական համակարգում աշխատելու։ Եվ ըստեյության իրենց կայացրած դատական ակտը, արդեն այդ դատական ակտը անիմը պետք է լինի, որտեղ իր ինքերը եթե չի լսվել բողոքը, այսինքն մարդու իրավունքը խախտվել է եւ արդար դատաքննության իրավունքն է խախտվել։ Այդ ես իրականում չեմ պատկերացնում։ Ես քանի որ միշտ կոռուպցիայի դեմ եմ պայքարում, ես այդտեղ տեսնում եմ կանխամտածված որոշակի միգուցե շահագրգռվածություն, որ միգուցե ձեր բողոքը այնպեսին է եղել, որ ձեր բողոքով դուք կարողանալու եք հասնել այլ դատական ակտի եւ դրա համար տենց հապճեպ դատական ակտ է կայացել։ Ես ակնկալում եմ վերաքննիչ քրեական դատարանից բողոքով խնդրել էի կայացնել արդարացման դատական ակտ, քանի որ տվյալ քրեական գործով որևէ վերաբերել եւ թույլատրելի ապացույց չկա, կամ էլ հաշվառելով այն հանգամանքը, որ իմ պաշտպանյալը 5-րդ դասանի կրթություն ունի, ազգության փիեզբեր եւ առաջին ածանից սկսած վերաքննիչ դատարանին անգամ միջնորդել են թարգմանի ծառայությամբ ապահովել, ինչպես առաջին ածանից վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Հովհաննիսյանը մերժել էին միջնորդությունը նույն պատճառաբանությամբ, որ
քրեական գործի մեջ կան բազմաթիվ ապացույցներ, որ տվյալ անձնավորությունը տիրապետում է դատավարության լեզվին։ Այն դեպքում ես ասեմ, որ տվյալ անձը 5-րդ դասարան անգամ չի ավարտել, ազգությամբ եզդի է եւ ոչ կյանքում գիր ու գրականության հետ կապ չի ունեցել եւ ամբողջ կյանքը զբաղվել է անաստապահությամբ, այսինքն սարերում գտնվելով շփվել է բացառապես եզդի ազգի ներկայացուցիչների։ Բայց տեսնում եք, փաստորեն սարերում եզդիների հետ շփվելով, անասուն պահելով, իրանք գտնում են, որ դատավարության լեզվին տիրապետում է, բայց շատ այլ դատավորներ բարձրագույն կրթություն ունենալու կամ օրացույցին չեն տիրապետում, կամ այդ կամը լիքը բազմակետերով Կամ իրենց կայացված որոշումները չեն լսում եւ չեն հարգում, որ փետրվարի 9-ին, երբ որ դա Սա նաև իրականում ոչ հարգալից վերաբերմունք է, ընդհանրապես դատարան կոչվածին, մեր նկատմամբ, այլ արդարադատության, դատարանի նկատմամբ, իրենց պատմուճանի նկատմամբ, իրենց դիրքի նկատմամբ, իսկ բարձրագույն դատական խորհուրդ վստահաբար դուք դիմելու եք։ Միանշանակ ես իմ պաշտպանյանը խոստացել եմ, որ ամեն հնարավոր բան անել եմ, որպեսզի տվյալ անձինք դատական համակարգում չաշխատեն։ Ժողովուրդ, սա է մեր դատական համակարգը, ամենայն դեպս պետք է շնորհակալություն հայտնենք, որ նման բան վերհանվել է եւ բարձրաձայնվել է, իմ համար շոկային է, ճիշտն ասած, իմ համար անհասկանալի է ձեր ասածը, որովհետեւ չեմ հասկանում, ելի եմ ասում, եթե ոչ փաստաբան, ինչ որ քաղաքացի կար պատմել, կասենք ինչ որ մի բան, երևի խառնել ես կամ ինչ որ մի բան սխալվել ես։ Հանրադեպս մենք ուշի ուշով կհետևենք եւ կարծում եմ դուք բոլոր այն քայլերը, որ կանեք, մեր դիտողներին, մեր հետևորդներին տեղեկացնենք, որպեսզի մարդիկ հասկանան, եւ սա շատ կարեւոր կլինի, որտեղ չի կարող դատական համակարգում լինել ամենաթողություն։ Եթե մենք գնում ենք բեսպրիձել, էլ դատական համակարգն ինչ ենք անում։ Զորբայությամբ կտեսնենք ով որտեղ կհաղթի ու կպրծնենք, էլի։ Սա ուղղակի չեմ կարող հասկանալ ձեզ դատավորներ։ Հետո նեղվում եք, որ ձեզ անդրադառնում ենք։ Բա չեք նեղվում այս ամեն ինչից։ Հերիք չի, որ դուք օր եք փոխել ամենանողնալին իմ համար, որ մի արածը կոծկելու համար դուք դիմում եք մեկ այլ գործողության, բա դուք ո՞նց կարող եք մարդ դատել, ո՞նց, սպասենք հետագա զարգացումներին, դուք կհետևենք, մենք անպայման թե բարձրագույն դատական խորհրդին կհետևենք և թե հնարավորության դեպքում այնտեղ կմշտադիտարկեն, թե կհետևենք հասկանանք, այս խայտառակ իրողությունը ինչով է ավարտվելու և ինչ բացատրություններ են տալու տիկնայք և պարոն դատավորը։ Լավ մնացեք։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ։